Սիրոտոներից մինչև մարտիրութը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես անդրադառնանք այսօր կառավարության նիստից հետո վարչապետի ճեպազրույցին, այսօր վարչապետը անդրադարձել է մի թեմայի, որ վերջին տարիներին անընդհատ ձեր ուսումնասիրության, ձեր հետաքրքրության եւ ձեր մտահոգությունների տիրույթում է խոսքը 102-րդ ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու եւ ոչ թե անվտանգության երաշխավոր, այլ անվտանգության սպառնալիք լինելու հետ կապված է ձեր մտահոգությունը։ Հիմա վարչապետը ասում է դեռևս այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Ինչպես եք գնահատում, համեցեք։ Ամբողջովին իհարկե համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ եւ անգամ հասկանալի չէ թե կետը ասածը որն է լինելու, այսինքն պետք է սպասել, որ 102-րդ ռազմաբազայի զորախումբը հայտնվի Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում եւ հայտնի, որ կառավարությունը հոգնել է բոլոր ցրվեք ձեր տներով եւ ինչ-որ նոր իշխանություն հաստատի, դա է այդ կետը, թե որն է այդ կետը, բայց ընդհանուր առումով խոսքը վերաբերվում է Ռուսաստանի, հարցը ոչ թե Ռուսաստանի ինչ-որ մի հատ սեգմենտի, ասենք ինչ-որ 102-րդ բազայի, հենց Ռուսաստանի Դաշնությանը որպես Հայաստանի տեսադաշտը փակող է, թե փակող չէ։ Մի պետություն, որը ոչ թե տեսադաշտը փակում է, այլ ագրեսիա է սանձազերծել հարևան պետությունների դեմ, հանձինս Վրաստանի, եւ Վրաստանում տեսանք ինչ խայտառակ իրադարձություն եղավ, երբ որ փաստորեն Իվանիշվիլու գլխավորությամբ, որը դե յուրե ղեկավար չի, բայց դե ֆակտո ղեկավարում է, որևէ պարտավորություն չունենալով եւ ամբողջ Վրաստանի պետությունը ենթարկացրեց Ռուսաստանին ռուսական օրենսդրության եւ ռուսական այդ տրամաբանության համապատասխան Պուտինյան ռեժիմին բնորոշ օրենսդրական կարգավորներով սահմանափակում է եւ ընդհանրապես անհնարին է դարձնում մարդու իրավունքների իրացումը, քաղաքացիական հասարակության գործունեությունը, ազատությունները կարելի ասել վերացնում է եւ քրեորեն պատժելի է համարում ցանկացած ուրեմն իրավապաշտպան կամ այլախոհության դրսևորում կամ տեսադաշտը չի փակում, արդյոք Ուկրաինայի երբ որ ուղղակի ոչ թե փակում է, այլ ուղղակի փորձեր անում եւ շարունակում է այդ ագրեսիվ որևէ օբյեկտիվ պատճառ չունենալով զուտ փորձում է հասնել, որ Ուկրաինայում ռեժիմը փոխվի, սանձազերծելով պատերազմ, հիմա կամ այդ նույն Ռուսաստանը, որը նույն վարչապետի եւ կառավարության տարբեր ներկայացուցիչների շուրթերով իր պարտավորությունները չի կատարել։ Բառացիոն 3 կարծեմ հենց ազգային ժողովում հարցպատասխանի ժամանակ ինքը հայտնեց, որ այդ երաշխավորից հրաժարվեցին, երաշխավորը բնականաբար միջև եւ պետություն։ Հիմա այդ երաշխավորից հրաժարվելը, որը արտահայտում է առնվազն խոսույթի մակարդակով, բայց այդ երաշխավորից հրաժարվելու հանդերձ այդ երաշխավորի տնտեսական, ռազմական, քաղաքական ներկայությունը պետությունում արկա է, դա տեսադաշտը փակող չէ, այսինքն այստեղ ակնհայտորեն մենք գործ ունենք ոչ օբյեկտիվ գնահատականի, ոչ համակարգային մոտեցման հետ։ Ռուսաստանի Դաշնությունը ոչ թե տեսադաշտը փակող է, Ռուսաստանի Դաշնությունը հանձինս Պուտինյան ռեժիմի ինքը ինքնիշխանություն ասածը, պետություն ասածը, բացի Ռուսաստանից այլ պետությունների եւ հատկապես այդ խորհրդային տարածաշրջանի պետությունների առումով գոյություն չունի նրա համար։
նա գտնում է, որ դա իր տարածքներն են, Եվրասիական իմպերիայի կամ Եվրասիական տարածաշրջանն է եւ որտեղ ինքը պետք է անվերապահ իշխի, այսինքն ուզում ասեմ, որ բացարձակապես անհիմն է այդ պնդումը, որ տեսադաշտը դեռևս այդ կետին չենք հասել, այդ կետը ես ասեցի, որ կետը կարող է լինել եւ չպետք է հասնել դրան, այլ ընդհակառակը պետք է ամեն ջանք գործադրել օր առաջ ազատվելու այդ կապանքներից։ Դրանք տեսադաշտի փակողներ չեն, դրանք կապանքներ են։ Հետո ոնց է լինում, որ կամ ինչպես է լինում ավելի ճիշտ, որ դու հապկում սառեցնում ես քո մասնակցությունդ, որի առանցքային պետությունն է Ռուսաստանի Դաշնությունը ու շարունակում ես մնալ ԵԱՏՄ-ի կազմում։ Ինչպես կարող է տեսադաշտը ձևակերպում, եթե օգտագործենք, կիրառենք, փակող չլինի մի պետություն, որի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ են կիրառված եւ ինքն է արդեն փակման տակ տեսադաշտ եւ ինքը քիչ ինչ ունի մեզ առաջարկելու բացառությամբ իր կայսերական գերիշխանությունը ամրապնդելու կամ այդ տեսլականից բացի այլ որևիցե բան նրա համար գոյություն չունի։ Այնպես որ այստեղ ակնհայտորեն ես համարում եմ այդ տեսակետը անհիմն, չպարապանված եւ օբյեկտիվորեն չի համապատասխանում իրականությանը այն պետության հետ կապված, որը սպառնալիք է եւ իր ինստիտուտներն են սպառնալիք, իր ներկայությունն է սպառնալիք եւ դա չնթաքցրել ռուսական այդ իշխանությունների Պուտինյան ռեժիմի տարատեսակ խոսնակներ, որոնք ուղղակի կոչ են անում հրապարակավ իրականացնել այդ ՍՎՕ կոչածը Հայաստանի նկատմամբ նաեւ։ Տեսեք, նախորդին էլ Մարիա Զախարովան էր ամեն շաբաթյա իր ճեպազրույցը տալիս, որտեղ անդրադարձավ Եվրամիության հիբրիդային արագարձագանքման խմբի ուրեմն ձևավորմանը եւ ասում էր, որ Ռուսաստանն էլ կարող է այդպիսի մի խումբ ուղարկել, նաեւ անդրադառնալով Եվրամիության արագարձագանքման խմբին, ասում էր, թե սա ակնհայտ մոլդովական սցենար է։ Հայաստանի համար կարելի է ընդունել լիներ այդպիսի մի խմբի ուղարկումը Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք, հրապարակված զեկույցների համաձայն հրապարակվեց եւ նույնիսկ ես էլ եմ տարածել Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո առնվազն 155 հիբրիդային տարատեսակ սպառնալիքներ գործողություններ են իրականացվել եվրոպական պետությունների հանդեպ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ռուսաստանի Դաշնության ռեժիմը ինքը սպառնալիք է հենց իր քաղաքացիների համար։ Հենց ինքը սպառնալիք է իր քաղաքացիների համար։ Երբ որ ընդդիմադիրներին ուղղակի սպանում է, երբ այլախոհներին բանտարկում է, եւ ամենից կարևորը հիբրիդային սպառնալիքի աղբյուր են հանդիսանում հենց իրենց իշխանությունները Հայաստանի հանդեպ։ Հիմա գալիս են Հայաստանում իրենք դեմ պայքարելու, դա ուղղակի ոչ թե ծիծաղել է, դա ուղղակի ամենա ցինիզմի ամենավերջի աշճանն է։ Կամ Հայաստանը Եվրոմիությանը դիմել է հիբրիդային սպառնալիքները կանխելու համար աշխատանքային խումբ եւ օգնություն է ակնկալում։ Դուք գալիս եք ձեր սպառնալիքների դեմ պայքարող խմբի դեմ պայքարեք Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նման այդ ցինիզմը կամ այդ ցինիզմի բովանդակությամբ այդ առաջարկությունը պետք է կտրականապես ոչ թե մերժվի, այլ ուղղակի համապատասխան գնահատականների արժանանա իշխանությունների կողմից։ Թե չէ հիմա դուրս է գալիս, որ մենք գնում ենք մեր համախոհների հետ 102-րդ բազայի դեմ ցույց ենք անում ու դուրս է գալիս, որ մենակ այդ համախոհների համար ենք, մենք ենք այդ սպառնալիքը գիտակցում կամ
հիբրիդային սպառնալիքների այդ աղբյուրի գոյությունը գիտակցում, բայց իշխանության կողմից պետք է լինի հստակ ուրեմն դիրքորոշում եւ կարծում եմ պետք է ոչ թե մերժվի, այլ ընդհանրապես այդ հիբրիդային ու ուղղակի սպառնալիք հանդիսացող պետության ինստիտուցիոնալ ներկայությունը Հայաստանում պետք է զրոացվի եւ այն տպավորությունը, որ Հայաստանում կարող են միաժամանակ լինել Եվրոմիության քաղաքացիական դիտորդներ, Եվրոմիության հետ ունենանք ռազմավարական համագործակցության օրակարգ նոր, որի մեջ ընդգրկվում է ՍԵՊԱ պլյուս անվտանգություն, եւ միաժամանակ ունենալ, ասենք թե այդ հայ-ամերիկյան համաձայնությունները ու դրան զուգահեռ լինի Հայաստան ռուսական բազա, հայկական երկաթուղին լինի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո, այսինքն ի վերջո այս համատեղումը հենց այդ տպավորությունն է ստեղծում, որ դու փորձում ես լինել եւ Ռուսաստանի ներկայությունը հանդուրժող եւ միաժամանակ դրան զուգահեռ եվրոպական եւ արևմտյան կամ ավելի ճիշտ ժողովրդավարական ներկայությունը նպաստող դրանք բովանդակային ու տրամաբանորեն իրար հակասող են, այս հակասությունը չի կարող մեկտեղվի եւ զուգահեռ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն բացի այն, որ սպառնալիք է ինքնին Պուտինյան ռեժիմի գործիքների, թե քաղաքական, թե ռազմական, թե տնտեսական գործիքների արկայությունը Հայաստանում, ել ավելի կարող է խորացնել այդ սպառնալիքը եւ վիճակը, երբ որ դա զուգահեռվի նույն Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան ներկայության հետ։ Սա իրապես բավական լուրջ խնդիր է։ Եվ որի լուծման բանալին գտնում է Հայաստանի իշխանությունների ձեռքին։ Հայաստանի իշխանությունը գնում է բալանսավորված կամ բալանսավորված ճանապարհով այսօր էլ լրագրողի հարցինի պատասխան վարչապետը ասաց, ես հենց ընդհակառակը չեմ ասել գնում ենք Եվրամիություն, ես ասել եմ, որ մենք գնում ենք բալանսավորված քաղաքականություն։ Մենք չենք գնում Եվրամիություն, բայց մենք ընդունել ենք Եվրամիության անդամության գործընթացի սկզբի մասին օրենքը։ Եվ հիմա ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ դա ստրատեգիական ուղղություն է։ Այսինքն մենք վերցել ենք այդ հանձնառությունը։ Գիտեք, հակասությունների պայքարի եւ միասնության օրենքը բնության մեջ որպես օրինաչափություն կարող են լինել, բայց մի պետության մեջ ոչ թե հակասություն, այլ հակադիր գործոնների միաժամանակ մեկը մյուսին բացառող, հա, այստեղ բացասում այդ հայտնի բան կա։ Բացասում մի պետության մեջ դա ինստիտուցիոնալ քանդող, հա, ինստիտուցիոնալ առումով ինստիտուտները քանդող խարխլող իրավիճակ է։ Սա հնարավոր չի։ Սա ուղղակի կենսական մեր շահերի տեսակետից անգամ բանը հակոտնյա է նման վիճակը։ Շատերն ասում են, եթե անդրադառնանք այդ արձագանքման խմբին Եվրամիության կողմից, Հայաստանում, որ ենթադրվում է 20 հոգի են լինելու, բանսակունց դրա արդյունավետությունը որ չափով կարող է լինել, շատերը կասկածներ են հայտնում, որ 20 հոգով ինչ պիտի անեն այս ամբողջ, այսպես ասած, հիբրիդային գրոհի դեմ։ Այնիշ իրականացրեց Մոլդովային, որից այդպես սարսափած են Կրեմլի խոսնակները, մոլդովական, ասում եմ մոլդովական սցենար, չէ, ընդհանուր ձևակերպում է։ Մոլդովական սցենարի բունեությունը հետևյալն է. Մոլդովային պարլամենտական ընտրությունների ժամանակ Մոլդովան կարողացավ պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Դա անհանդուրժելի է եւ անընդունելի է Կրեմլի համար։ Հիմա 20 հոգի են եղել, թե 10 հոգի են եղել Մոլդովային, բայց այդ կարողացել են այդ խնդիրը լուծել։ Հիմա այսինքն թվականակի մասին չի, այլ որակի մասին, թե ինչ կարող են անել։ Եվ նրանք իհարկե շատ ակնհայտորեն Կրեմլը Հանձինը Զախարովայի խոստովանում է, որ իրանք չեն ուզում մոլդովական սցենար լինի Հայաստանում եւ չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանի։ Մոլդովան իր ինքնիշխանությունը կարողացավ պահպանի պարլամենտական ընտրությունների արդյունքում Կրեմլի հիբրիդային սպառնալիքները կանխելով
Երբ որ պրոռուսական կամ պրոպուտինյան ավելի ճիշտ ուժերը չկարողացան գերազանցության հասնել։ Հիմա ինքն ասում է այդ սցենարը ստեղ են ուզում փոխել։ Այո, ստեղ պետքա կիրառվի, ուզում եք ստեղ պետքա կիրառվի եւ իրականացվի հայկական սցենարը, հայաստանյան սցենարը։ Իսկ դրա էությունը կայանում է Հայաստանը պետք է այս ընտրությունների ժամանակ պաշտպանի իր ինքնիշխանությունը եւ ոչ թե ստեղծվի այնպիսի թույլ կա այնպիսի իրավիճակ, որ Կրեմլը իր գերիշխանությունը ընտրությունների միջոցով հաստատի։ Հիմա դրա լրջագույն վտանգները տեսնում եք, այն որ մենք տեսնում ենք դա միանշանակ է, բայց որ Կրեմլն է տեսնում դրա այդ ծրագրի կամ այդ պլանի հետ կապված վտանգները հանձին 20 հոգյանոց այդ արագարձագանքման խմբի, այդ դա ցույցիչ է, որ իրապես ինքը շահագրգիռ չէ, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը պահպանի։ Որտեղ ինքը չի ուզում, որ այստեղ այդ խումբը կամ դա նույնիսկ 20 հոգյանոց խմբից է ուրեմն խոսափում, բայց իհարկե կարող եմ ձեզ վստահեցնել, որ Մոլդովայում Եվրոմիության աջակցությունը, փորձագիտական աջակցությունը, դա չի եղել որոշիչ, այլ որոշիչ եղել են Մոլդովայի պետական ինստիտուտների կարողությունը, որտեղ առաջին շահագրգիռը հենց մոլդովական իշխանություններն ու պետական ինստիտուտներն են եւ պարտավորություններ իրենց ինքնիշխանությունը պահպանելու, որպեսզի պրոկրեմլյան ուժերը գերազանցության չհասնեն։ Ընդ որում դա ոչ թե կացնային տարբերակով եղել, բոլոր անօրինական մեթոդները կանխելու, բացահայտելու շնորհիվ։ Այնպես չէ, որ իրանք ամբողջ հույսը դրել են օրինական ճանապարհով, ենթադրենք ընտրություններին մասնակցելու։ Ոչ։ Կրեմլը բացի ապօրինի, բացի կրիմինալ գործիքակազմից, թե ֆինանսական, թե քաղաքական, թե տեղեկատվական, որևէ այլ գործիքակազմություն, որտեղ իր բնույթին անհարիր է եւ անհամապատասխան է օրինական մեթոդները։ Ինքը օրինական մեթոդներ չի ճանաչում, ինքը իր ամբողջ գործունեությամբ անօրինական է, ապօրինի է, հակամարտկային է, հակաքաղաքակրթական է։ Այնպես որ իրենք հենց դրանից են խոսափում, բա ինչի չեն թույլ տալիս, որ իրենք կարողանան իրենց անօրինականությունը Հայաստանում իրացնեն, դեռ մի 20 հոգի էլ խումբ են բերում, որ իրենց խոչընդոտեն, այդ դրանից նեղվում են։ Բայց հիմքում իհարկե առաջնային հիմքում Հայաստանի Հանրապետության պետության եւ նրա ինստիտուտների կամքն է որոշիչ լինելու, կանխելու այդ ապօրինությունները։ Եվ այստեղ երբ որ ասում են մենք այդ կետին չենք հասել, կետը արդեն հասել ենք։ Զախարովն ասում է այդ կետը հասել եք։ Եվ մենք դժգոհում ենք, մեղմ ասած, որ դուք փորձում եք ձեր ինքնիշխանությունը պահպանեք։ Սա ինձ ավել։ Այդ կետը ո՞րն է։ Արդեն իրական քայլեր կատարեն, արդեն այդ կետին հասցնեն։ Ես ժամանակին ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, այդ վատ կանխատեսումը ինչ երաշխիք ունեն Երևանում, որ մի օր ռուսական 102-րդ բազայի զինված խմբավորումը չի հայտնվի Ազատության հրապարակում, ինչպես 1988-89 թվականներին հայտնվեց, երբ որ շրջափակել էին, օդանավականից սկսած արտակարգ դրություն էին հայտարարել եւ այլն։ Որն է այդ երաշխիքը, որ չեն անելու։ Որն է այդ մեխանիզմը, որ երաշխիք չի, որ բացառվելու է նման սցենարը։ Ունենք դրա կանխարգելում։ Իհարկե կարող են մտածել, թե բա Ռուսաստանը հիմա այդ ուժը չունի, այդ ռեսուրսը չունի, որ Հայաստանում իրականացնի, ուրեմն բռնի իշխանափոխություն կամ պետության զավթում, բայց ես չեմ գտնում եւ համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որ Ռուսաստանը չունի այդ ռեսուրսները։ Հայաստանի պարագայում եւ Հայաստանի համար, որը ողբերգական այդ 44-օրյա պատերազմից հետո վերականգնման փուլում է գտնվում, Ռուսաստանի Դաշնության ռեսուրսները կբավականացնեն եւ բավարարեն Հայաստանում իրապես կատարելու նման բեկումնային փոփոխություն, եւ սա պետք է իշխանությունը շատ լավ գիտակցի եւ իրական ուրեմն գնահատի։ Այո, եւ այդ աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է, թե Եվրոպական միության աջակցությունը եւ թե ժողովրդավարական պետությունների հետ համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ինքնիշխանությունը։
Լավ, պարոն Սաքունց, մենք տեսնում ենք արդեն տարբեր քաղաքական ուժեր, խմբեր են ձևավորվում, որոնք կոնկրետ հայտ են ներկայացնում, նրանց մի մասը գիտեք հայտարարություններ է անում, իհարկե որոնց իշխանությունը արձագանքում է այնպիսի հայտարարություններ, որոնց նկատմամբ հասարակությունը թեմաներ, որոնց նկատմամբ զգայուն է հասարակությունը, մասնավորապես ադրբեջանցիների սահմանային առաջխաղացման վերաբերյալ, իհարկե հետո Պապիկյանը դրանց արձագանքում է, հերքում է եւ այլն, բայց հիմքում մեծ հաշվով դրանք ինչ նպատակ ունեն, սրանք այդ մեր խոսացած այդ հիբրիդային գրողների մի մասն են եւ կոնկրետ ինչ միջոցներ պիտի ձեռնարկվեն միայն այն, որ հերքում են, բավարար է արդյոք։ Տեսեք, բացի Կրեմլից ի տարբերություն Մոլդովայի կոնտեքստի Հայաստանի նկատմամբ հիբրիդային սպառնալիքների աղբյուր հանդիսանում է Բաքուն, սա միանշանակ, որոշ չափով նրա դաշնակից Անկարան եւ որքան էլ անակնկալ լինի, կա որոշակի մտահոգություն նաեւ Թեհրանի հետ կապված, այնպես չի որ ճիշտ է դաշնակից պետություն է եւ այլն փորձ են անում եւ փորձ է արվում Նախիջևանի հարվածը եւ փորձ է արվում որ չբարթացնել կամ լարվածություն չառաջացնել հայ-իրանական հարաբերություններում, հա։ Բայց եւ այդ առումով ինչպես ցանկացած ընտրությունների ժամանակ, այնպես էլ Հայաստանում նախընտրական ժամանակահատվածում ամենազգայուն թեմաները դառնալու են եւ անխուսափելի է որ չդառնան քաղաքական քարոզչության կամ հակաքարոզչության թեմա, հիմք ամենազգայուն որոնք ուղղակիորեն Հայաստանի հետ կապված առնչություն ունեն հայ անվտանգությանը, առաջ հերթին, անվտանգություն եւ ինքնիշխանություն։ Եվ շատ լավ գիտակցում են նաեւ բոլոր կողմերը, թե իշխանությունը եւ թե ընդդիմություն կամ քաղաքական ուժերը, որ Հայաստանը այն վիճակում չունի եւ ռեսուրսները չունի օբյեկտիվորեն որ կարողանա նույն բառապաշարով իր անվտանգության տեսակետից հանդես գա, ինչպես ասենք Իրանը, թեկուզ որը հիմա ռմբակոծվում է նախագահ Թրամփի վարչակազմի կողմից, չունի այդ ռեսուրսները։ Հիմա անվտանգության հարցը կամ ինքնիշխանության հարցը արդյոք նման զգայուն եւ փխրուն իրավիճակում փխրուն նաեւ միջազգային կառույցների վիճակի տեսակետից, հա, արձագանքելու կարողության տեսակետից ընդունելի է կամ հարցը այսպես ձևակերպեմ, արդյոք Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության խնդիրը կարող է դառնալ ըստ կուսակցական շահերի շահարկման թեմա կամ քննարկման թեմա ելնելով այն նպատակահարմարություն կային նպատակներից որ օրինակ այդ թեման մենք օգտագործենք որպեսզի գանք իշխանություն այն իմաստով որ միայն այդ դրանք անքննելի դրանք անբեկանելի արժեքներ են եւ խնդիրներ են, որոնք որևէ կուսակցական պատկանելություն չեն կարող ճանաչել։ Որտեղ եթե Հայաստանի անվտանգությունը վտանգվի կամ անվտանգությանը սպառնացող վտանգները չկանխվեն, ապա նա այդ վտանգների գործողությունը չի տարբերակելու թե ով որ կուսակցության անդամ է կամ ընդհանրապես անկուսակցականի թե ոչ։ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված սպառնալիքները, եթե հեռու մեզանից իրողություն դառնան, ապա այդ պարագայում էլի չի ճանաչելու թե ով ինչ կուսակցության անդամ է։ Կարող է ուղղակի որոշ մարդիկ ինքնիշխանության կորստի պայմաններում գնան համաձայնության, ինքնիշխանության կորուստ հասցրած ուժին, հա, ենթարկվեն, կարող են մասը դիմադրեն, բայց դա վերջնաշուտ Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ պետք է շատ պատասխանատու լինեն ցանկացած խոսացողներ եւ
չնպաստեն այնպիսի գործողություն, որ կարող է հանգեցնել Հայաստանի անվտանգության սպառնալիքների ուժեղացմանը կամ ինքնիշխանության թուլացմանը։ Եվ այդ առումով առաջի թիվ 1 պատասխանությունը իշխանությունն է։ Իշխանությունը պետք է համոզիչ լինի իր գործողություններում եւ այդ առումով շատ հստակ եւ օբյեկտիվ եւ պատշաճ վստահելի տեղեկատվություն տարածի այդ սպառնալիքների կանխման ուղղությամբ կարողությունների առումով։ Եվ եթե կան որոշակի հարցեր, որոնք ներկայացնում ոչ միայն հասցնի այնտեղ, որ պարլամենտում ասեն, գիտեք ո՞րնց է, այս կամ հանրային դաշտում, այս խնդիրները կան, ասենք, չէ, դա սուտ է։ Չէ, մենակ սուտ ասելով չի, այսինքն միայն գնահատականով չի։ Դա պետք է օբյեկտիվորեն ցույց տրվի։ Բայց նույնիսկ եմ կրկնում, կան հարցեր, որոնք գաղափարական տարաձայնությունները, ծրագրային տարաձայնությունները եւ այլն, որոնք շատ բնական են, որ նախընտրական ժամանակահատվածում շատ ավելի սուր են առաջ գալիս կամ սուր կերպով են դրսևորվում։ Այնուամենայնիվ կա մի սահման կամ այդ թույլատրելիության սահման, որը պայմանավորված է անվտանգության եւ ինքնիշխանության ուրեմն հանգամանքներով, հա, դրանք այդ անփոխարինելի եւ անվիճելի կարելի ասել նույնիսկ բացարձակ արժեքներով։ Եվ այս առումով մեր նախորդած ժամանակահատվածը պետք է բավական օբյեկտիվ, ոչ թե այս քաղաքականների նպատական վերլուծության ենթարկվի։ Այո, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամբողջ համակարգը սերտաճված էր Ռուսաստանի Դաշնության հետ։ Սա փաստ է։ Որևէ քաղաքական ուժ կամ չգիտեմ նախկին ղեկավարներ չեն կարող հերքել այն բանը, այն հանգամանքները, որ եղել են համաձայնություններ ռազմավարական դաշնակցի, համատեղ հակաօդային պաշտպանության, համատեղ հայ-ռուսական զորախմբի, Հայաստան 102-րդ ռուսական բազա, սահմանապահ ծառայություն եւ այսինքն տնտեսություն եւ այլ, բայց այս ամենը, այս ինստիտուցիոնալ, որը անվտանգության բաղադրիչներն են, այս գործոնները չերաշխավորեցին Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հիմա սա օբյեկտիվ փաստ է, հիմա դուք ուզում եք ընդունեք, թե ուզում եք չընդունեք եւ այլն, բայց անկամ անկախ նայած թե իշխանությունը մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մինչև 2020 թվականը բացարձակապես տեսեք հայտ չի ներկայացել, չէ՞ որ հապկում է Հայաստանի անդամությունը սառեցվի։ Չի կատարել են քայլերը, որ ասենք թե այո մեր հիմնական ռազմավարական գիծն է դադարեցնում ենք մեր անդամությունը ԱՊՀ-ի կազմում։ Չի արել հայտարարություն, որ մենք ԵԱՏՄ-ի կազմից դուրս ենք անում, ինչեւ հիմա էլ չի անում։ Այսինքն ինստիտուցիոնալ առումով անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ներկայացրել այնպիսի հստակ ծրագիր, որ Հայաստանը նպատակ ունի եւ դա անում է ձերբազատել ռուսական գերիշխանությունից։ Բայց այդ պարագայում անգամ Ռուսաստան Դաշնությունի դաշնակցային պարտավորությունները չկատարեց անվտանգության առումով, սա փաստ է։ Ավելին եւ ռուսական շատ տարբեր փորձագետներ անգամ, հա, կարծեմ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն հայտարարեց, որ մենք հիանալի օպերացիա իրականացրեցինք Թուրքիայի հետ։ Էլ չեմ խոսում, որ արդեն առանձին փորձագետներն ասում են Ռուսաստանը հենց մեղադրում են իրենց կառավարությանը, այդքանով ինչքանով որ թույլ է տալիս բառապաշարը, որ Ռուսաստան չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի։ Այսինքն պատմական փորձը եւ իրադարձությունները եւ փաստերը անվիճելիորեն հերքեցին անվտանգության այն համակարգի արդյունավետությունը, որ ձևավորված էր մինչև եւ գոյությունն է մինչև 2020 թվականը։ Ավելին նույն ռուսական զորախմբի հսկողության ներքո բռնի էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը, Արցախը, չէ՞։ Սա փաստեր են։ Այսինքն հիմա փորձել դիսկուսիայի մեջ պատմականորեն եւ դառը արդյունքներով, ողբերգական արդյունքներով հերքված այդ իրողությունները նորից կենթանացնել եւ հանդես գալ
փորձել հանդես գալ կամ մանիպուլացնել, ինչ որ խնդիրներ բարձրաձայն փոխանակ ջանքեր իրապես ուղղել եւ պետության որպես ինքնիշխան սուբյեկտի ձևավորման ուղղությամբ ես չեմ տեսնում այդ մրցապայքարի մեջ այդ մտահոգությունը, հասկանում եք, արդեն ձախողված, հերկված անվտանգային համակարգը նորից բերել բանի մեջ, օրակարգ, դա արկածախնդրություն է։ Ռուսական օլիգարխի ներկայությունը կամ մասնակցությունը կամ ոնց որ ինչպես Իվանիշվիլու պարագայում չէ, նա էլ էր ռուսական օլիգարխ։ Եվ տեսանք ինչի է հանգեցրել, ինչի բերեց Ռուսաստանը, Վրաստանի օրինակը։ Եվ դա չհամարել սպառնալիք, քաղաքական ինքնիշխանության եւ այն սպառնալիք։ Եվ այդ տեսակետից փորձել համախմբվել Բաղուր նրանց ինքնիշխանության բանը, թե ինքնիշխանությունը արդեն ինչքանով որ դա հաճո է կամ թույլատրելի է Կրեմլի կողմից։ Այսինքն բացարձակ արժեք ընդունել միայն Կրեմլի գերիշխանությունը եւ ոչ թե Հայաստանի սուբյեկտայնությունը։ Այս հարաբերության մեջ ցանկացած քննարկում, այլ քննարկում, որ կոնստանտ է ընդունում հաստատուն մեծություն է ընդունում, անկախ այս թե Կրեմլում ինչ են անում, Կրեմլի կողմից ինչ են անում, դա չէ Կրեմլը միշտ ճիշտ է, մենք միշտ սխալ ենք եւ քանի որ Կրեմլի շահերին կարող են չհամապատասխանել Հայաստանի շահերը, հետեւաբար Հայաստանը պետք է հրաժարվի իր շահերից, այս տեսակետից մոտեցումները անթույլատրելի են, սա սահմանն է։ Եվ այդ առումով ցանկացած նույնիսկ կրկնեմ բանավեճ եւ ասենք թե գիտեք ոնց է բանը ամրացնում են եւ այլն պետք է խնդիրը դրնել այո որ պետք է այդ սպառնալիքները կանխվի իշխանությունը պետք է համոզիչ լինի որ ինքը իրապես սկզբունքային է ոչ թե հիմա տեսեք կանգնում ասում են թե 102-րդ բազան չի խանգարում լավ է օգտագործում ասում են թե չէ չի խանգարում ուրեմն մեզ օգուտ է ես էլ ի օգուտ եմ հանդես գալիս 102-րդ բազայի ուրեմն գործունեության շարունակությանը եւ չեմ գտնում որ նա վտնավոր է դու չես գնահատում որ նա 102-րդ ռուսական բազան հանձինեց Ռուսաստանի Դաշնության որը սպառնալիք է դրանապես ոչ միայն իր քաղաքացիների նաեւ հարևան պետությունների քաղաքացիների եւ մարդկանց համար եթե դու այդպեսի գնահատական չես ասես դու տարածք ես ստեղծում այդ տեսակետը կամ այդ դրույթը շրջանառության մեջ պահելու լեգիտիմացնում ես այն որը դու համարում ես հանձինս ներկայացուցիչների կամ հպատակների որպես սպառնալիք, բայց սպառնալիքի բուն տիրոջը սպառնալիք չես համարում, որն է դա տրամաբանությունը։ Շնորհակալ եմ։ Առաջինի տաղավարում զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սալքունցի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։